Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում փակվել ու լիկվիդացվել է գրադարանը։ Ահազանգում են քաղաքացիները։ Լուրեր են պտտվում, թե ոչ միայն գրադարանի տարածքը, այլև ինստիտուտի ամբողջ առաջին հարկը հատկացվել է Ֆրանսիայի դեսպանատանը, ֆրանսիական ինստիտուտին և այդ պատճառով էլ գրադարանը տեղահանվել է։ Այս խնդրին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև թարգմանիչ կինոգետ Զավեն Բոյաջյանը, նշելով, որ ուսանողներին զրկել են ոչ միայն գրադարանի շուրջ 30 հազարանոց ֆոնդից, այլ նաև գրքերն են ոչ համապատասխան պահոցներում պահվում։ 3 սենյակ զբաղեցնող գրադարանն ի վերջո ծվարել է 3-րդ հարկի մի սենյակում եւ հիմա 5-ից 6 նստարանով մի ընթերցասրահ է, որտեղ լավագույն դեպքում մի քանի 100 գիրք կարող է հասանելի լինել։ Դե գրապահոցները ոչ եւս են եղել, մի 30,000 գիրք լցված է, ինչքան հասկացա Համազգային թատրոնի պահեստներում, որտեղ հազիվ թե համապատասխան պայմաններ կան գրքեր պահելու համար։ Գրադարանավարն էլ փաստորեն 3-րդ հարկից պիտի շարունակ իջնի նկուղ հարկավոր գիրքը գտնել բերելու առաքելությամբ։ Կատարվածի հետքերով գնացինք պարզելու իսկապես փակվել է գրադարանը, թե ոչ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը ժամին տեղեկացրեց, որ գրադարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, ու թեև իսկապես առաջին հարկից տեղափոխվել է 3-րդ հարկ, այնուամենայնիվ սա ժամանակավոր լուծում է, մինչև ինստիտուտի բակում կկառուցվի երկհարկանի ժամանակակից նոր գրադարանը։ Ի դեպ, հենց այս ավտոտնակի տարածքում է լինելու նոր շինությունը, որի աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։ Լինելու է 2 հարկանի շինություն, 2 հարկն էլ ծառայելու որպես գրադարան եւ ընթերցասրահ լոֆթ ոճի մեջ։ Իսկ մինչ այդ ըստ ռեկտորի վերանայել ու առանձնացրել են ուսանողների նախասիրություններին համապատասխան գրականության ցանկը։ Նրանց անհրաժեշտ բոլոր գրքերն այս պահին առկա են գործող գրադարանում, իսկ բոլոր այն գրքերը, որոնք վերջին 5-ից 7 տարիների ընթացքում պահանջարկ չեն ունեցել, տեղափոխվել են կիսանկուղային հարկ ու պահվում են հատուկ պայմաններում օդափոխության համակարգով։ Կիսանկուղային տարածք է, ինչպես տեսնում եք, ինքը ամբողջությամբ նկուղ չի։ Եվ այստեղ մենք 2 սենյակ ենք ազատել, վերանորոգել եւ տեղադրել ենք օդափոխության համակարգ։ Շուրջ 30,000 կտոր գրականության վերանայման ժամանակ պարզվել է նաև, որ մի շարք գրքեր վնասված են, վերականգնման անհրաժեշտություն կա։ Կարիք ունեն պարզապես դեզինսեկցիայի, այսինքն միջատազերծման։ Մենք միջատազերծել ենք եւ տարածքը, եւ գրականությունը, պարանները չենք հանել, քանի որ ժամանակավոր է եւ հույս ունենք, որ շատ արագ մենք կկառուցենք նոր գրադարանը եւ անմիջապես հենց այսպես կտեղափոխվի գրադարանի հատված։ Նալբանդյանն ասում է, նախկին գրադարանի տարածքը կառավարության որոշմամբ է 10 տարի ժամկետով տրամադրվել ֆրանսիական ինստիտուտին։ Որոշել են կրթական 2 հաստատությունները միասին մշակութային ծրագրեր կիրականացնեն։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։